Բարեկամներ, ողջույն, շարունակում ենք ուրեմն Python-ի հետ կապված խնդիրների դիտարկումը, հիմա միասին դիտարկենք հետևյալ խնդիրը։ Այստեղ ներկայացված է dictionary, հետևյալ արժեքները։ Ուրեմն գրենք հետևյալը։ Խնդիրն ասում է, որ դու մուտքում ստանում ես ինչ-որ տեքստ, անուն բառ, եւ այդ տեքստի ամեն մի տառ ըստ կախված իր հաճախականության, որքան հաճախ է կրկնում։ Այդ տեքստի ամեն մի տառ այստեղ ունի իր համապատասխան score, այսինքն օրինակ այս տառը որոնք ամենաշատ են կրկնվում, իրաց միավորը 1-ն է։ Հիմա քո ներմուծած բառի համար դու պետք է հաշվես այդ բառի կշիռը, հա, ենթադրենք ըստ տառերի։ Օրինակ, գրում ենք մեր անունը, մեր անվան համար հաշվում ենք իր կշիռը ըստ տառերի, թե ինքը ինչ կշիռ է պարունակում։ Դե ինչ եկեք անցնենք խնդրի լուծմանը։ Նախ եւ առաջ եկեք այդ տեքստը, որը ներմուծելի է, հայտարարենք, ինքը հավասար է input։ Քանի որ այստեղ տեսեք բոլորը մեծատառ են, այս դարձումը կսարքեմ upper։ Այսպես։ Ընտիր։ Հիմա այդ ներմուծած տեքստի համար ես պետք է հաշվեմ իր ամեն մի սիմվոլի գումարը եւ ըստ դրա գործողությունից իրականացնում։ Ասեմ թե բառը ինչ կշիռ կունի։ Ուրեմն result եկեք գրեմ։ Result-ը հավասար է 0։ Եվ վարվենք հետևյալ կերպ։ Ուրեմն for-ով պատտվում եմ ես տեքստի վրա իր ներմուծած ամեն սիմվոլը վերցնում եմ եւ այդ ամեն սիմվոլը փորձում եմ այստեղ գտնեմ որտեղ է գտնվում։ Ասենք իրականացմանը for lm in ուրեմն պատտվում եմ տեքստի մեջ, այսպես տեքստ։ Հաջորդ for-ով ես պատտվում եմ data-ի վրա, այսինքն իմ dictionary-ի վրա եմ պատտվում։ For in data։ Այսպես data-ի վրա պատտվեցի։ Ու հիմա վերցնում եմ այս lm-ը, ստուգում եմ lm-ը իմ data բանում կա թե չկա։ Նայեք, ուշադրություն դարձեք key-ն ինքը integer է, որովհետև key-ն այս թվերն են։ Ուրեմն վերցնում եմ, ստուգում, եթե lm-ը in data key նշանակում է հետևյալը։ Ուրեմն data key-ն նշանակում է հետևյալը։ Այսպես մակրոն, data key նշանակում է հետևյալը, որ lm-ը այս string-ներից ինչ որ մեկում կա, թե չկա։ Եթե ուրեմն դրանց մեջ կա, ապա վարվենք հետևյալ կերպ։ Մեր result-ի մեջ ավելացնենք իր նախկին արժեքը գումարած lm-ը։ Այսպես։ lm։ Եվ այսքանով ավարտում ենք, մեզ մնում է վերջում արտացենք print անենք մեր lm-ը։ Այսպես։ Հիմա եկեք աշխատացնենք սա։ Ասում եմ ներմուծի անուն, եկեք ես ներմուծեմ ինչ-որ անուն, ու տեսեք մեծատառ փոքրատառ ու իա score-ն ենք ուզում հասկանանք։ Ինքը ինչ արժեք է պարունակում։ Result-ը plus հավասար lm չէ, կներեք, բան, key, որովհետև key-ն այս թիվն է։ Այսինքն հիմա մի կա տվեց a, որտեղ lm-ն է տպել, պետք է ստեղ տպեմ result-ը, տեսեք։ Միկա եւ 10 միավոր է Միկա անունը կշռում։ Եկեք հասկանանք խի է 10 միավոր, ուրեմն նայեք ստեղ։ Մեն գտնվում է ամենահաճախ գտնվող տարերի մեջ։ Չէ, այստեղ 3 միավոր ունի մեն։ Հետո i-ը այստեղ է գտնվում։ Եղավ 4։ Կանենք հիմա տեսնու քանի միավոր կան, ունի 5 միավոր, 4-5 եւ ան էլի ունի 1 միավոր։ Ու այսպես արդյունքում ստացանք score-ը, որ ինքը իա այդքան է։ Այս խնդրի հետ կապված այսքանը, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեոկուրսեր, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։